Էրեբունի Երևանի տոնը իր այս նոր կոնցեպտով դա Երևան քաղաքում իրականացվող լավագույն միջոցառումների խտացումն է 1-2 օրվա մեջ եւ իրականում բոլոր սիրված փառատոնները, գինու փառատոնը, գարեջրի փառատոնը, ռոք ֆեստը, ջազ ֆեստը եւ դասական բեմը, այսինքն բոլոր այս բեմերը եւ փառատոնները անցկացվում են 1-2 օրվա ընթացքում։ Այս տարի ունենք նաեւ որոշակի հյուրեր դրսից, ճիշտ եմ, պարոն Սարգսյան, որ եւ դուք ասացիք ամսի 12-ից, բայց ոնց որ ամսի 11-ից ենք սկսում եւ հենց էլեկտրոնային երաժշտության որոշակի փոքրիկ փառատոնով ենք սկսում, իսկ տեղը ֆիքսել ենք որտեղ է։ Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն, պարոն քաղաքապետ, այո, ինչպես նշեցիք, այս տարի մեկնարկը կլինի ամսի 11-ից երեկոյից եւ մեկնարկը կլինի Դիանա Աբգարի այգում։ Շատ բարի։ Այդտեղ լինելու է Այդտեղ մենք ունենալու ենք էլեկտրոնային երաժշտության փառատոն եւ հանդես կգան ինչպես տեղական արտիստները, այդպես էլ ունենք արտասահմանից շատ հայտնի երաժիշտ, ով հաստատել է մասնակցություն եւ ամսի 11-ին երեկոյան իր կատարումներով կուրախացնի երևանցիներին։ Շատ բարի։ Շնորհակալ եմ։ Հետևաբար երելի երևանցիներ ամսի 11-ից սկսած սկսում է Էրեբունի Երևան տոնակատարությունները բոլորիդ եւ ոչ միայն երևանցիներին, առհասարակ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հյուրերին հրավիրում ենք Երևան միասին տոնելու մեր սիրելի քաղաքի ծննդյան օրը։